Ընտրություններից անմիջապես հետո ընտրական օրենսդրության մեջ ամրագրելով, թե նախքան քվեարկությունը քանի օր պետք է Հայաստանում լինել քաղաքական նախապատվությունը որևէ ուժի տալու իրավունքն ունենալու համար, արդյոք ենթադրում է, որ իշխող քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է չսպասել մինչև հաջորդ ընտրությունները եւ արտահերթի գնալ։ Լրագրողի հարցին Փաշինյանը կտրուկ արձագանքում է, օրակարգում նոր ընտրությունների հարց չկա։ Խնդիրը հետևյալն է, որ ընտրությունների նախորդող շրջանում թե քաղաքացիական հասարակությունը եւ թե քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիները այդ հարցը անդադ բարձրացրել են եւ ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետեւ դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաեւ խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք։ Ներքաղաքական օրակարգից միանգամից անցում կատարել չի հաջողվում, այն, որ Բաքվում դեռևս այսպես կոչված արևմտյան Ադրբեջան են թմբկահարում, նկատի առնելով ինքնիշխան Հայաստանը, Փաշինյանը ոչ թե իր կառավարության արտաքին քաղաքականության մեղքն է տեսնում, այլ մեղավորության սլաքները դարձյալ ընդդիմության կողմն է թեքում։ Խորհրդարանի աշխատասեղաններին շարունակում են պարզած պահել Արցախի դրոշը։ Քան դեռ ազգային ժողովում ընդդիմությունը դրոշները դրած պահում է, բերելու այդպիսի արձագանքներ եւ դա կապ չունի իրական կյանքի հետ եւ ամեն ինչը պետք է նայել այս տրամաբանությամբ։ Շարունակելով Ադրբեջանի հետ հարաբերությունների թեման, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե շատ է կարևորում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ալիևի հոգնական Հաջիևի վերջին դիլիջանյան հանդիպումը։ Շատ կարևորում եմ նաեւ, որ հանդիպում տեղի ունեցել Հայաստանում, այսինքն մեր տարածաշրջանում եւ ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ։ Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության ընթառաջ, ասում է Փաշինյանը, բայց խորհրդարանում հայտարարում է, որ հենց նույն Գրիգորյան-Հաջիև հանդիպումը նպատակ է ունեցել կառավարել պատերազմի հնարավոր ռիսկերը։ Ինչպես է ստացվում, որ նախաստորագրած խաղաղությունը վերջնական դարձնելու նպատակ ունեցող երկրների միջև պատերազմի հնարավոր ռիսկ է առաջանում։ Փաշինյանը պարզաբանում է, նախ Անվտանգության խորհրդի քարտուղարին հենց ինքն էր հանձնարարել հետաքրքրվել, արդյոք Բաքվում իրենց հետ հանդիպման անհրաժեշտություն տեսնում են, թե ոչ, ինչ վերաբերում է պատերազմի ռիսկերին, ապա եւ մեր երկրի եւ Ադրբեջանի փորձագիտական համայնքներից են վտանգ զգացել։ Մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Իսկ իրադրության կառավարման հետ ինչ կապ ունեին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այն, որ մեծաթիվ քվեներ են ստացել նաև ընդդիմադիրները, նրանք, ովքեր չեն կիսում գործող կառավարության օրակարգը, ինչու այդ թեման հասավ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ալիևի օգնականի սեղանին։ Փաշինյանն ասում է, Հաջիևին բացատրություններ չեն ներկայացրել։ Դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Առաջիկայում նաեւ ԵԱՏՄ միջկառավարական նիստ կա նախատեսված, ապա Հարզանի եզրին հասած Երևանը նույն սկզբունքով կգնա, հարցերը պարզելու Փաշինյանը հաստատում է, նիստին մասնակցելու է։ $789,000 ապրանք 2025-ին 5 միլիոն 757 հազար դոլարի էլ միայն այս տարվա առաջին եռամսյակում։ Սրանք Ադրբեջանից Հայաստան ներմուծված ապրանքների թվերն են կոնկրետ դիզվառելիքի, որը նախորդ տարեվերջից վաճառվում է մեր շուկայում։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած ցանկում մեր երկրի անվան կողքին գրված թվերը աննշան են մյուս պետությունների համեմատ, որոնց հետ Բաքուն առևտրաշրջանառություն ունի, ինչպես նաև իրենց ընդհանուր արտահանումների ծավալի մեջ իրականում սակայն չնչին է այն թիվը, որը ներկայացնում է հակառակ առևտուրը, Հայաստանից Ադրբեջան $960 միայն։ Ընդ որում Երևանից Բաքու որևէ ապրանք չի ուղարկվել, երրորդ երկրից Նիդերլանդներից են վարդեր ներմուծել Հայաստանի տարանցիկ ճանապարհով։ Երևանն ու Բաքուն տարեսկզբից ցանկեր էին փոխանակել հասկանալու, թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից։ Հայկական փայլատի թեղն էր գրավել ադրբեջանցիների ուշադրությունը, չէին պատվիրել, բայց ինչպես հայտնել էին էկոնոմիկայի նախարարությունից, ամենաերկար բանակցությունները այդ հարցով են եղել։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատի թղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի թղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատի թղը մեզ հետաքրքրում է։
Պոտենցիալ ապրանքների ցուցակում, որը մատնանշում էր Պապոյանը, Հայաստանն Ադրբեջանին վաճառելու համար առաջարկել էր հենց փայլատի տեղ՝ այլումին, ֆերոմոլիբդեն, միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ ու տեքստիլ արտադրատեսակներ։ Գրեթե կես տարում հազիվ 1 տասնյակի շեմին հասնող այս ապրանքներից միայն փայլատի տեղն է նրանց հետաքրքրել, այն էլ դեռ նույնիսկ չեն ասել գնում են, թե ոչ։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուրբ քննադատության արժանանալ եւ, այսպես ասած, չակերտավոր հայրենասեր իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամի երկրին տնտեսական օգուտ տալ։ Սա կարող է լինել քաղաքական ենթատեքստ պարունակող քայլ, կարող է լինել եւ պարզապես տնտեսական։ Իսկ այն, որ մենք ենք Բաքվից առևտուր անում, նաեւ այլ ապրանքներ, որ պարզապես նրանց տարածքով է մեզ հասնում, Հայաստանի իշխանությունների գնահատմամբ հիմա արդեն սովորական երևույթ է, նաեւ հաստատված խաղաղության վկայություններից, ինչպես հենց իրենք են ձևակերպում, սակայն փորձագիտական վերլուծական համայնքում այս կարծիքին չեն, այստեղ հիշեցնում են Ադրբեջանի կառավարության հաշվետվության ձևակերպումը, թե սա պարզապես առևտուր է։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև կարգավորման համաձայնագրով պատերազմը եւ ռազմական գործողությունները դադարեցվում են բոլոր ճակատներում, անմիջապես եւ ընդմիշտ։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի հունիսի 19-ին։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հաստատել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը ավարտել են փոխըմբռնման հուշագրի տեքստի վրա աշխատանքը։ Իրանական կողմը նշում է նաեւ, որ վերջնական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կհետաձգվեն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։ Թեհրանի հետ գործարքը փաստացի նշանակում է ԱՄՆ-ի կապիտուլյացիա Իրանի պայմաններով, ով գիտի ի վերջո կկնքվի վերջնական համաձայնագիր, թե ոչ։ Եթե այո, ապա միաժամանակ երկու փաստ կլինի ակնհայտ։ Առաջին, սա ըստ էության կապիտուլյացիա է Իրանի առաջ, եւ երկրորդ, մենք պետք է ուրախ լինենք դրա համար, որովհետեւ այս խենթ ու անօրինական պատերազմի ամեն մի երկարող օրվա հետ մենք ավելի ենք թուլանում։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, թե Վաշինգտոնը պարտավորվում է ապասառեցնել Իրանի ակտիվներից 24 միլիարդ դոլարը, վերացնել Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները, չկուտակել ուժեր Մերձավոր Արևելքում։ Իրանն էլ վերահաստատում է իր հանձնառությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, պարտավորվում է չմշակել միջուկային զենք։ Մի սխալվեք, սրանք Իրանի պայմաններն են, նրանք միայն մեկ զիջման են գնացել, բացել են Հորմուզի նեղուցը։ Իրանը այսպես է ամբողջ միջուկային զենք չէ պատրաստվում ունենալ, Իրանը դրանից գոհ է պայմաններից, որովհետև առաջինը շրջափակումն է վերացվում։ Միացյալ Նահանգներ Իրան հրադադար համաձայնագրի մաս է կազմում նաև Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումը։ Իսրայելական պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, սակայն, որ իսրայելական ուժերը դուրս չեն գա հարավային Լիբանանից։ Իսրայելը դեմ է Լիբանանից բանակի դուրսբերմանը, չնայած առկա եւ սպասվող ճնշմանը։ Դժգոհ կողմը այս պայծառությամբ Իսրայելի վարչապետ Նետանյախուն է, որովհետև դա հակասում է իր կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, իր համար խաղաղությունը որպես այդպեսին ցանկալի չէ, որտեղ ինքը ունի մեծ Իսրայել ստեղծելու իր ծրագիրը։ Իրանի սահմանակից տարածքներից ամերիկյան զորքերի դուրսբերումը ըստ համաձայնագրի նշանակում է նաև Սյունիքում ապագայում իրականացվելիք թրիփ ուղում չպետք է լինեն ամերիկյան ուժեր։ Իրանը բոլոր բարձր մակարդակներով հանդիպումներում հայտնել է, որ թրիփը չպետք է աշխատի։ Թրիփը դա միջանցք է, ինչքան էլ Հայաստանի իշխանությունները ասեն, որ դա իրանց ինքնիշխանությունը պահպանում է եւ այլն, պայմանագրի մեջ գրված է անխոչընդոտ ճանապարհի տրամադրում, դա միջանցք է։ Սակայն սա չի նշանակում, թե Միացյալ Նահանգները կարող է հակադրության մեջ մտնել Իրանի հետ։ Միացյալ Նահանգները իր առաջադրանքը չկարողացավ նույնիսկ Պարսից ծոցում կատարել։ Այստեղ ինքը ռեսուրս ունի Իրանի դեմ ընդհանրապես ոչի բան անել, հատկապես երբ որ Միացյալ Նահանգները էականորեն թույլատած է դուրս գալիս, ինքը այստեղ որևէ բան չի անելու։ Այս ամենի ֆոնին կրծեր Ալիևը Թրամփի 80-ամյակն է շնորհավորել ձեռքի ետել շնորհակալություն հայտնել Թրամփին, թե Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Ալիևի ձևակերպմամբ կկապի Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ եւ ըստ Ալիևի կդառնա միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը։ Թրիփ նախաձեռնությունը անխափան կապ կապահովի Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջևանի միջև եւ կդառնա միջին միջանցքի մասը։ Այս պարագայում Իրանի բլոկադան, ինչպես որ պատկերացնում են Միացյալ Նահանգներում թրիփի միջոցով որպես միջին միջանցքի մաս, այլևս կորցնում է իր իմաստը, եւ քանի որ կորցնելու է իր իմաստը
այս սցենարի զարգացման պարագայում ստացվել է մի իրավիճակ, երբ թրիփի ռազմավարական նշանակությունը Միացյալ Նահանգների համար կնվազի։ Փորձագետները կրկին հողում են անում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունն ասում է՝ միջանցք չի լինելու։ Սա թուրանական ճանապարհի ամենակարևոր հատվածն է։ Նշում են քաղաքագետները, հնարավոր համարելով, որ վերջնականապես թրիփը Միացյալ Նահանգները փոխադարձ պայմանագրով Ռուսաստանի հետ շատ հնարավոր է այն ինչ որ մի զիջման դիմաց վաճառի Ռուսաստանին։ Ադրբեջանը օկուպացրած Արցախում Աստղաշեն գյուղում ոչնչացրել է արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից հայտնում են, որ համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության 2024-ի ապրիլի 19-ից 2025-ի հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգը ոչնչացրել է արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել էր 2012 Իդեպ նույն ժամանակահատվածում ոչնչացրել են նաև հայրենական մեծ պատերազմում զոհված 1970-ականներին կանգնեցված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնահատել է որպես Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքը։ Ալիևը նաեւ նշել է, որ Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախաձեռնությունը, որը նախատեսում է Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ կապ, կարևոր ներդրում է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ գործակցության զարգացման գործում։ Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք եւ կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների եւ Եվրոպայի հետ։ Այս մասին X-ում գրել է Եվրամիության ընդլայնման հարցերի եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը, նշելով, որ հուլիսի 5-ին այցելելու է Երևան։ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա, փորձելով շեղել երկիրը վերջին ընտրություններում ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությունից։ Ես հանդիպեցի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ վաղվա արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ, որտեղ մենք անդամ պետությունների հետ կքննարկենք Հայաստանի շարունակական աջակցություն ցուցաբերելու եւ մեր համերաշխությունը ցույց տալու հարցերը։ Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք եւ կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների եւ Եվրոպայի հետ։ Հուլիսի 5-ին ես կայցելեմ Երևան կոնկրետ քայլերն առաջ մղելու համար։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանը Լյուքսեմբուրգում է։ Նախարարը Եվրոպական միության հրավերով մասնակցել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Ապա Միրզոյանը առանձին հանդիպում է ունեցել նաև Եվրոպական միության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հետ, ով իր հերթին շնորհավորել է Միրզոյանին նախորդ կիրակի անցկացված ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի կապակցությամբ, ինչը ըստ եվրոպացի պաշտոնյայի լավ ուղերձ է Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա խորացման ուղղությամբ։ Եվրոպական երկրները կշարունակեն աջակցել Հայաստանին։ Իրանք ոչ թե հայալդին են շնորհավորում ընդունել, այլ իրանք են շնորհավորում։ Իրանք։ Իրանք շահերից ելներ այդ ցանկացածի, եթե համարին շուրջ մեկնավորելի բարելու է պրոեվրոպական քաղաքականություն, ընդդեմ Եվրոպայի ընկալումների մեջ իրենց շնամիների, չեն շնորհավորում։ Դա մեզ չեն շնորհավորել, իրանք իրենց են շնորհավորել։ 2026 թվականի մայիս ամսվա ընթացքում հարգվճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 216 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 68.5 միլիոն դրամ։ Արձանագրվել է նաև վարձու աշխատողից ձևակերպման 46 դեպք, տուգանքի չափը մոտ 47.3 միլիոն դրամ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարգվճարողներին դրսևորել հարկային կարգապահություն եւ հետեւել օրենքի պահանջներին, նպաստելով կայուն եւ վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։ Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրավապահները ձերբակալել են 31-ամյա տղամարդու Ուլնեցու փողոցում թմրամիջոց տեղադրելու պահին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 36 փաթեթ։ Դրանց ընդհանուր քաշն ավելի քան 42 գրամ էր, իսկ ըստ տղամարդու փաթեթներում մետամֆետամին էր։ Տղամարդը նաև հայտնել է, որ 3 փաթեթ արդեն տեղադրել է եւ նույն թմրամիջոցով փաթեթներ ունի նաև տանը, որտեղից 15 գրամ մետամֆետամինը նույնպես հայտնաբերվել ու առգրավել է։ Հունիսի 16-ին ողբերգական վթար է տեղի ունեցել։ Լանջեր գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով Volvo կցորդիչով բեռնատարն ու Mercedes-ը։ 1 հոգի տեղում մահացել է, 5 վիրավոր կա։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ անժամնած Արարատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Իմ տեղեկություններով վիրավորներից 3-ին
տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Սահակ Թաթևոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արթուր Կոցինյանի գլխավորությամբ։ Հունիսի 17-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են Mercedes Sprinter-ն ու Hyundai-ին։ Երկու հոգի տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, մեկն էլ Երևանի Արմենիա բժշկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների մեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում երեխաներ։ Նրանք Տելա-կամարային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ էքսկուրսիայի։ Հունիսի 16-ին Մայրաքաղաքում Ֆրանսիայի հրապարակում բախվել են 20-ամյա Ռոզալիի Range Rover-ը եւ Թուրքմենստանի քաղաքացի 41-ամյա Շոհրաթի վարած մոպեդը։ Վերջինը կողաշրջվել է, իսկ մոպեդավարին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։